Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Էդգար Էլբակյանը, բարև ձեզ Էդգար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես մենք վերնագրեցինք, որ թուրքական ծրագիրը օրակարգը հաստատվում է այլևս ՀՄԿ-ի եթերում, այսինքն Նիկոլի ծրագիրը կամ այս բանդայի կամ հանցագործների խմբի այստեղ նույնիսկ առանց կիսաչակերտների այո, առանց կիսաչակերտների երեք չարաչ օրը մեծ քննարկում բանավեճ են կազմակերպել, միայն հյուրերի ցանկը եթե նայենք, արդեն պարզ կլինի թե ինչ են արել եւ ինչու ինչ նպատակ է տապանել, իմիջիալից այսպիսի ինֆորմացիա կար, որ այդպես հերթական անգամ ծեծված վիճակում լինելուց հետո Նիկոլը եկել եւ անմիջապես ասել է այսպես հակառուսական երկրորդ համաշխարհային դեմ ինչ որ քննարկում բան կազմակերպեք, ակնհայտ էր դա, իսկ մինչ այդ թե Արծրուն Հովհաննիսյանը ինչ ասաց, երևի սկսենք սրանից, ինչ սրան է իրականացնում, այո։ Գիտեք, Նիկոլը եւ իր թիմը։ Հա, ստե փաթեթ է, ես հիմա փաթեթով էլ կանադառնամ, ստե ուղղակի մեծ։ Ոյ կներեք։ Անցանք փաթեթին։ Տեսեք, դուք ինչ հիշատակեցիք, ասեցիք Ռուսաստանից եկել է եւ հրահանգել քաղաքականություն, այսինքն հակառուսական, դե այո, եթե երկրորդ աշխարհամարտի դեմ քարոզ, այդ հակառուսական քարոզը, որտեղ ռուսները ունեն մոտավորապես 3 հատ ինքնութենակերտիչ սյուն ունեն իրանց այսօրվա ինքնության, առաջինը այդ ուղղափառ հավատքն է, հա, պրավասլավիա, երկրորդը տիեզերքի նվաճումն է, Գագարին եւ այլն, այդ շատ կարեւոր է իրանց համար, եւ երրորդը իհարկե հաղթանակը մեծ հայրենական եւ լայն առումով երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հա, մեկ էլ իրենց բանը, զինարտադրությունը։ Դե զինարտադրությանը կպենեմ, գիտեք, 21 թվականի փետրվար, ձեր շատ սիրելի շրջանը, նաեւ իմ սիրելի, հիշում եք, չէ, Իսկանդերը 50%-ով պայթել, հետո դա ժամանակագրորեն համընկավ բան, 50 չէ, 10%-ով։ Հետո դա ժամանակորեն համընկավ մեր զինված ուժերի գլխավոր շտաբի դիմումի հետ, այդպես վարկածներ կային, որ իրականում ծիծաղելա Տիրան Խաչատրյանի հետ։ Չէ, դե ծիծաղել էր, բայց Նիկոլն էր ասել Նիկոլի դեբիլության վրա։ Էս էլ չորրորդությունն է։ Հիմա նայեք, իհարկե, հա, կարելի է այս տեսանկյունից դիտարկել, բայց ես ուզում եմ ցույց տալ ստեղի, ու դա էլ է վատ, որովհետև այդ քո ռազմավարական դաշնակիցն է, ես ձեռ առնում բան, բայց ես ուզում եմ ավելի մեծ կոնտեքստին, որ իրականում սա հակահայկական քարոզ է։ Հələ մի կողմ դնենք ռուսներին։ Հենց էլի եմ ասում, միշտ կարելի է ասել դաշնակից տա, լիքը իհարկե տխուր էջերի կողքին լիքը լավ բաներ թվարկել հայ-ռուսական հարաբերությունների պատմությունից 300-ամյա եւ ասել դե եթե դաշնակցին կպնում ես, ուրեմն նաեւ կպնում ես հենց ինքդ քեզ, բայց նույնիսկ առանց էս պտույտի, ուղղակի սա հակահայկական է ինչի։ Նայեք, այս իշխանությունները զբաղվում են ոչ միայն թուրքական օրակարգի, թուրքական հենց ծրագրի ու Թուրքիայի շահերի սպասարկմամբ, այլ նաև Թուրքիայի դաշնակիցների տարբեր ժամանակների։ Սա առաջի դեպքը չի։ Ես ուզում եմ հիշեցնել Հունգարիայի ռեստավրացիան, որ տեղի է ունենում վերջին 2-3 տարիներին։ Կհիշեք Հունգարիայի հետ հարաբերությունների վերականգնում, կհիշեք անցած տարի էր կարծեմ չէ, անցած տարի էր Արցախցի 100 թե 150 երեխայի տարան Հունգարիա ճամբարի։ Ոռա, իշխաբար է, էլի Հունգարիան այդ որ վանիցա ճամբարներ անում, այդպես ծրագրեր անում են բուն Եվրոպա, հա, միջին կենտրոնական եվրոպական երկրները, ասենք Չեխիայից դեպի արևմուտք։ Իսկ Լեհաստանում տենց բաներ չեն լինում, մեկ էլ հոբ Հունգարիայում ճամբար։ Եվ նաև խոսույթը ես հիշում եմ պետության իշխանությունների դե ֆակտո իշխանությունների հետ աֆիլացվող գիտնականներ կային, դե ասում էին ինչ աներ Հունգարիան, այդ արտահանձնման ժամանակ հանցագործի, փաստացի արդարացնում էին, դե նույնն ոնց որ քրդերին արդարացնես, ասես դե խիղճ քրդերը ինչ անեին ցեղասպանության տարիներին, գործիք էին ուղղակի, դե ամեն ինչ կարելի արդարացնել։ Հիմա տեղի ունենում արդեն այս Ադրբեջանի դաշնակիցներ, Թուրքիայի դաշնակից Գերմանիայի բանը, Գերմանիայի այսպես ասած բանը, արդարացումը, ռեստավրացիան, հələ տեսեք ես մենակ զուտ հայկական կոնտեքստի մեջ եմ, հələ որ դուրս չեմ գալիս համաշխարհային, ռուսական, որ ոնց կարելի է նացիզմը արդարացնել, հələ որ մենակ հայկականի մեջ եմ, այսինքն ֆիքսում եմ, որ կա Հայաստանի թշնամի Թուրքիա,
Թուրքիայի համար Գերմանիան երկրորդ աշխարհամարտի տարիներին եղել է փաստացի բարեկամական երկիր, իրենք իրար մատակարարումներ էին անում Գերմանիայի համար ռազմավարական բանի ռեսուրսների պայմանագիր կար բարեկամության, հետո էլ ավելի կարևոր բան, էլի հայկական շահերի տեսանկյունից, նայեք, այս հայրենական պատերազմը, երկրորդ համաշխարհային պատերազմը, հայրենական պատերազմը ավարտվել է հայտնի ում հաղթանակով, դաշնակիցների հաղթանակով, որի մեջ եղել է Խորհրդային Միությունը, Խորհրդային Միության կազմում եղել է Խորհրդային Հայաստանը, այս ֆիքսեցինք հաղթող կողմ, հիմա տեսեք ինչ աստիճան էլի պետք է հակահայկական քարոզ լինի, որ քարոզվի, որ իրականում մեր շահը պարտվողի կողմից էր, ախր այս իշխանությունները իրանք պարտության մարմնավորում են, պարտության սիմվոլ են, իրանք փորձում են հայկական շահը կապել պարտված կողմի հետ, այսինքն ռեալ հաղթանակը ջուրը գցել, ոնց որ արեցին Արցախի դեպքում, չէ՞ փաստացի, Արցախի հանձնելու օրը ինչ էին ասում, ասում էին սա Հայաստանի ինքնիշխանացման օրն է, այսինքն փաստացի հաղթանակը այստեղ էլ ջուրն է գցվում, որ գրել ենք մենք այդ մարդիկ Թամանյան դիվիզիան ապարել է, կադրերը չեն պահպանվել, բայց եղել է դա իրականություն է, այդ մարդիկ Քոչարի են բարել Ռախստագի պատերի տակ, իրանց անուններն են գրել, այս ինչը Երևանից, այս ինչը Լենինականից, դու հաղթանակը ռեալ ջուրն ես գցում, երևութական, որ այ եթե էսի սենց, այ եթե էնին ենց, այ կլիներ սենց, սրա իմաստն էլ որն է, խաբել, մոլորեցնել, թե իբր հայ ժողովուրդը միշտ աշխարհաքաղաքական սխալ ընտրություն է կատարում, դե գիտեք սրանց համար հայերի հաղթանակը սխալ ընտրություն է, այսինքն իրանք ուզում են, որ հայերը պարտվեն, Ղարաբաղը հանձնվի, ասեն զատո ինքնիշխանացանք, Գերմանիայի հետ դաշնակցեինք, տենց մենք էլ դառնայինք պարտված կողմ, ասենք բայց բան ենք, ինքնիշխան ենք, ես հատուկ եմ ուզում, ձայնը խնդրում եմ, ես հատուկ եմ ուզում շեշտել, որ սա ինքնին հակահայկական քարոզ է, իհարկե, եթե արդեն կոնտեքստը մեծացնում ենք, այո, սա քարոզ է Հայաստանի ռազմական դաշնակցի դեմ, եւ վերջս անմարտկային քարոզ է, դու այդքան 6 միլիոն մենակ հրյա, այնտեղ չեմ հաշվում բաներին, այլ փոքրամասնություններ, Եհովայի վկաներ, մտավոր ֆիզիկական հաշմանդամներ, բաներ, նույնասեռականներ, բաներ, լիքը այլ խմբեր, որոնց նացիզմը ուղղակի սպանել է դաժանագույն ձևով, չեմ խոսում բանի մասին գրավված տարածքների այդքան ողջակիզված, այդքան պոշտանգված մարդկանց մասին, այդքանի մեղքի տակ մտնել 27 միլիոն։ Եսի, այդ մի քիչ ունիկալ ճակերտավոր ով ես, չէ, դուրը փակին ամեն դեից անձրևից են էլ գալի։ Այդքանի մեղքի տակ մտնել, գիտեք, հանուն ինչի, պատասխանը իրոք պարզ է, հանուն թուրքական շահի սպասարկման։ Եկեք շատ պարզ նայենք էլի, քանի որ այս բանավեճը միշտ կա, այս ասենց արդեն թեմաները բան ենք անում, թեմայից թեմա են գնում, բայց նույն գծի մեջ ենք։ Այդ բանը միշտ կա, չէ, որ լավ սրանք ի վերջո պրոարևմտյան են, հակառուս են, թե հակառուս են դրա համար պրոարևմտյան են, թե ի վերջո պրոստը պրոթուրքական են։ Ի վերջո թուրքական ուժեր են։ Հիմա այդ եմ ասում, եկեք հենց այս օրինակով նայենք։ Գերմանացիք էին այս քարոզը պատվիրել, Գերմանիայի այն օր արդեն չեմ հիշում իմ շողությունն էլ լավ չի, Գերմանիայի նախարարներից մեկը կարծեմ ներքին գործերի բաներ, գալստուկ էր կապել, բնեն բաներ։ Նու մեր հավերժության նշանն է այդ իրականում, բայց աշխարհային ցանոթապես Դավթի աստղ ու Իսրայելի դրոշի նշան Գերմանիայի նախարար էր, բարձրաստիճան պաշտոնյա ու գալստուկին սաղետ էր։ Այսինքն այդ երկիրը, որը այդ վիճակում է այսօր ինքը չի զբաղվում պետականորեն նացիզմի ռեստավրացիայով բանով, Գերմանիան պետք է դրա պատվերը տար, համեկով որ տես քարոզ գներ, କି Գերմանիան չի եղել։ Ինչ ռուսները պետք է ասեին մեր դեմ քարոզայք, տատակով մնաց։ Շահարունով է։ Շահարուն Թուրքիան է, սա իդեպ շատ իրոք շատ լավ օրինակ է ցույց տալ համար, որ իրանք ոչ թե պրոարևմտյան են դրա համար դարդից հակառուս, ոչ թե հակառուս են դրա համար դե ուզած չուզած պրոարևմտյան, իրանք պրոթուրք են։ Դա արդեն ենթադրում է, այո, որոշակիորեն պրոարևմտյան, որտեղ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, մեծ արևմուտքի մասա ու կարևոր մասա, եւ բնականաբար ենթադրում է հակառուս, հակապարսիկ, հակաիրանական եւ այլն։ Մեկը կար չէ 18-ին կանից ասաց Իրանը ավտորիտար երկիր է, դու ով ես, դու ինչ ես։ Լավ, այս թեման սրանով ամփոփենք, բայց սա կարևոր թեմա է։ Կարելի մի քիչ հետ գնալ 15 թվականի ցեղասպանության ժամանակ
Գերմանիան ինչ է արել, գերմանացիների աչքի առաջ է դա։ Գերմանիան եղել է թուրքերի խորհրդատուներ են նաև եղել, խնդրում եմ ուշադրություն դարձրեք նաև։ Դաշնակիցն է եղել Գերմանիան թուրքերի հետ։ Տեխնոլոգիաները ներդրվել են Այո։ գերմանացիների կողմ, նաև գերմանացիների խորհրդատվությամբ եւ հետո արդեն կատարելության են հասցվել հենց Գերմանիայում։ Ասում են, որ այն քարանձավների մեջ հայերին, որ լցրել են այրել են այդ ծխի մեջ խեղդել են այրել, հետո դա վերածվել է Գերմանիայում գազախցիկների եւ ամենասարսափելի հայտարարությունը Հիտլերի եւ ով է հիշում հայոց ցեղասպանության կոտորածների մասին ով է հիշում եւ այսօր ինչ որ մի տականք վերընկած այնտեղ ասում է որ Գերմանիան բանը պատրաստում է այստեղ այսինքն ամեն Իդեպ անջատել դրա մասին էլ բան կա այդ էլ իբր փորձում են բաներ Հիտլերը տենց բան չի ասել է Օղորմացոկի Ճիշտ է, ինչ-որ մի փուլում ասեցին, որ չի ասել, այո, Օղորմացոկի անուն ուղղակի չեմ հիշում, Բարդակչյան, աղբար էր, արևմտահայ էր, Ամերիկա բնակ գիտնական էր, հայագետ էր, Բարդակչյանը գրքույկ ունի, հենց մենակ այդ թեմային նվիրված, ինքը իսխոդնիկներով, սկզբնաղբյուրներով գտել է, ի վերջո մենք որտեղից դենք, որ Հիտլերը տենց բան ասել երկու սկզբնաղբյուր կա կարծեմ, այդ Բարդակչյանի գիրքը ով չի հավատում, թող վերցնի կարդա, այնտեղ մանրամասն այդ ժողովին ներկա կարծեմ երկու բարձրաստիճան SS-ականի ծերագիր նոթերն են ու երկուսի վկայություններում էլ կա մի երկու բառ էս կոմենտում որ Հիտլերը որ զգացել է որ ինչ որ մարդիկ թերահավատ լսում են որ ոնց այդքան միլիոն մարդ պետք է կոտորենք բա դրա պատասխանը ով պետք է այդ թերահավատությունը օդում կախված որ զգում է այդ է ասում լավ վերջը ով է հիմա հիշում հայերի ջարդեր ինչ է խառնվել իրար այնպես որ դա էլ ասվել է գիտեք այդտեղ հարցը ուրիշ է հիմա գանք մեր բանին ով կփորձի ասենք դրոյով ու նժդեհով բան անել։ Ես դա ուզում հարցնեի, որ չէ, գալատ կանի, որովհետև այդ մարդիկ գործել են կոնկրետ միջավայրում, միամտությունը, խղճուկ միամտություն է կարծել, որ իրանք չէին հասկանում, թե ինչ պետության հետ գործ ունեն, իդեմս Գերմանիայի միամտություն է կարծել, որ մինչև 1944 թիվ նժդեհը, որ դեռ պրո-գերմանական գրառումներ էր անում, այդ տենց ինքը մոլորված էր, խաբված էր, սրանք պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, պրոֆեսիոնալ դիվանագետներ էին քայլող, իրանք շատ լավ հասկանում էին ինչի հետ գործ ունեն, հեսա դրա ապացույցն է կբերեմ, եւ իրանք շարժող միակ ուժը հայության մասին մտահոգությունն էր, պլան B Բա եթե ես մի կողմը հաղթեր, ինչ էր ելնելով, այսինքն Գերմանիան այդ սաղ տարածքների տերտիրականներ դառնալով 6 միլիոն հրեա այնտեղ էին կոտորել, տակ ինչ էր մնացել 2.5 միլիոն հայ էլ բուն Հայաստանում, այդ էլ կնքելու էին որպես ոչ արիական երկրորդ, պլյուս Թուրքիայի գործոնն էլ միշտ կար, մեզ էլ տենց խաչեին գնայինք, այսինքն այս մարդկանց միակ շահագրգռվածությունը եղել է, որ լավ մենք այս կողմում ենք ֆիզիկապես, փորձենք մենք էլ պլան B-ն ունենալ Չի գրվել երբեք դրա մասին, բայց ես գիտեմ, ես բանավոր վկայություններ ունեմ որպես պատմագետ, դրոն հետագայում մինչև Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ դառնալը նույն գործունեությամբ զբաղվել է Ամերիկայում արդեն հակաթուրքական Հավայան կղզիներում տարածք էին տրամադրել ամերիկացիները, դրոն այնտեղ հավաքել էր երիտասարդ հայերի, հիմա էլ մարզում էր Թուրքիան ներխուժման համար Սա լավ ուրիշ չի, որ դու հայտնվում ես հայրենիքիցը դուրս Սփյուռքում պետականազուրկ ժողովրդի ներկայացուցիչ, դու ուզած քո ժողովրդի բախտը փորձում ես կապել մեծ ուժերի բանի հետ։ Այդ ժամանակ Գերմանիան մեծ ուժերից մեկն էր, դրա համար այս մարդիկ փորձում էին նաև Գերմանիայի հետ ուզած համագործակցել։ Պարտվեց Գերմանիան։ Գիտեք, նժդեհը կամավոր մնաց 44 թվականին, եթե այդպես ուղնուցուցով նացիստ ելներ, նացիստների հետ կնահանջեր։ Մարդը կամավոր մնաց, իր ուշերում էլ գրում է, հատուկ մնում եմ, որ մեր կազմակերպությունները չհալածվեն ու որ հասկանա ոնց կարելի է համագործակցել։ Մինչև կյանքի վերջ 44-ից մինչև 53 թվական 9 տարի այդ մարդը փորձում էր օգտակար լինի Ստալինի հետ համագործակցի, հիմա էլ արդեն սովետական միության հետ Թուրքիա մտնելու Հայաստանի տարածքները ազատագրելու համար։ Դրոն հայտնվել էր Ամերիկայում մինչև Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ դառնալը հայ երիտասարդներին էր մարզում, որ եթե Ամերիկան ներխուժեր Թուրքիա, որտեղ նման պլաններ են կային, ինքը այդ գործին իր ներդրումն ունենա։ Նայած որ այս մարդիկ շատ լավ գիտեին ինչ ուժի հետ գործ ունեն, ուղղակի դա հարկադրված միջոց էր, որովհետև մեր հայության ճակատագիրն է, մենք աշխարհագրորեն բաժանված ենք տարբեր մասերի, ոչ թե իրանք մի մասին
մի մասի կողմն էին բռնել ընդդեմ մյուս մասի, ի վերջո իրանք հասկանում էին, որ մի հաղթող է լինելու այդ պատերազմում։ Ու եթե դա եղավ Գերմանիան, հավասարապես վտանգվելու են բոլոր Եվրոպաբնակ հայերը, որտեղ այդտեղ Գերմանիան գրավել էր արդեն, եւ արդեն նաեւ Հայաստանաբնակ, որտեղ եթե սովետ չեղավ, դա էլ է Գերմանիային անցնելու, իսկ առաջին հերթին կարա Թուրքիային անցնի, հետեւաբար պետք է Գերմանիայում ունենալ ներկայություն։ Սա շատ པարզ քաղաքական հաշվարկ է։ Ամեն դեպքում հայկական լեգիոնը որևէ կարծեմ այդպես էր կոչվում այդ բան դրոն որ ղեկավարում էր, փաստագրված որևէ ինչ-որ բաների, ջարդերի, մարտերի, կարծեմ նաև մարտական գործողությունների որևէ մասնակցություն չի ունեցել, դա ինչքան ես հիշում եմ, դա էլ է պետք բան անել, արժանին մատուցել։ Ի տարբերություն օրինակ եթե ռուսներն էլ դա փորձեն մեր բանը, մեր աչքը կողել, շուտ կներեք դուք ասենք գեներալ Վլասով եք ունեցել էլ այցավները տանեմ դուք խորհրդային միության ամենամեծ ժողովուրդն էիք, ձեր գեներալը, որը բավականին լավ գեներալ էր։ Հիմա Վլասովի ռեաբիլիտացիայով չեմ ուզում զբաղվել, բայց որպես մասնագետ, գրագետ գեներալ էր։ Դրեց, բան արեց, անցավ գերմանացիների կողմը, դուք գնացեք ձերոնցով զբաղվեք, ասենք մեր բաներով ինչ եք ուզում, պետականազուրկ ժողովրդի բաներ, երկու հատ ներկայացուցիչներ, հələ մեկին էլ դուք եք բան արել։ Ցարնա, չէ՞, դրոյին բան արել, պարգևատրել, դա քեզ բան շատ կներեք։ Սա բան է, սա, այսինքն եթե պետք է նացիզմի մեջ համագործակցության մեղավորներ փնտրվեն, կներեք, էլի Չեմբերլենը, որ Մյունխենյան գործարք էր ստորագրում խաղաղությունների իբր բերում էս բանի պես կապիտուլյանտի պես իր ժողովրդին, Ռիբենտրոպ, կներեք, Մոլոտովը, այդ Մոլոտովին կարելի էր տակտիկական նպատակահարմարությունից ելնելով ժամանակ ձգելու համար գնար Ռիբենտրոպի հետ բան ստորագրեր, Մելնիշդեին ու դրոյին չէր կարելի ասենք պետականազուրկ ժողովրդին մինչև վերջի մարտը կոտորվելուց փրկելու համար ինչ-որ բան անել, տակտիկական ժամանակավոր համագործակցության գնար։ Այս թեման իրականում կարելի է շատ վաղուց փակած լինել մինչև նույնիսկ 2018 թվականը ռուսական գիտական ակադեմիական շրջանակներում կազմակերպված աշխատանք տանելով, ըստ խոսքս կաշառելու մասին չի սխալ չհասկանաք, հիմնական որ այդպես ասում ես մարդիկ են հասկանում, դե ասում են Ադրբեջանը տենց է արել, դե մենք այդքան փող չունեինք։ Նախ եթե պետությունն է այդ գործը անում, այդ կոպեկները փող չի, երկրորդ դրա կարիքը չկար է։ Անձամբ ես ճանաչում եմ մի քանի հայամետ գիտնականի, որ կյանքում ոչ մի կոպեկ փող չեն ստացել, ուղղակի այդ մարդիկ ազնիվ մարդիկ են ու հասկանում են, որ այս նժդեի թեման, սա ուղղակի Ռուսաստանում գործող թուրքական կառավարության ուռճացրած թեման է։ Ու ինչքան իրանց ուժերը ներում է, իրանց գործընկերների շրջանում դա բացատրում են, քարոզում են։ Մի քիչ պետությունը կազմակերպված աշխատանք տաներ, այսօր վաղուց այդ Մարգարիտա Սիմոնյանների, Սալավյովների, Վանի մակարդակով այս թեման փակված կներ, բայց մինչև այսօր ես տենում եմ մեկ-մեկ արկայծում է։ Էս էլ սենս։ Անցնենք մեր ոչխարներին։ Անցնենք, սրանք էլ էին մեր ոչխարները, ուղղակի։ Հա։ Չգիտեմ ինչ։ Ես երեք գիտես ինչ էի մտածում, որ իմ պատանեկական տարիների հետ էր համընկնում թե դպրոցական, հիմա լավ չեմ հիշում, Բլեյանը Մովսիսյան, Վլադիմիր Մովսիսյան անունով շատ հայտնի հեռուստամեկ Վլադիմիր լավ չեմ հիշում։ Վլադիմիր Մովսիսյանը մեր չէ, Վլադիմիր Մովսիսյան լավ չեմ հիշում, շատ հայտնի էր այդ ժամանակ, հարցազրույց էր, որ որպես փորձագետի, որպես շարժման, հա, Բլեյանի եւ ինչ ճարտար կերպով ներկայացնում էր, թե այ ինչպիսի ռեֆորմներ պիտի արվեն հիմա կրթության մեջ, դպրոցում եւ այլն եւ այլն։ Ինքն էլ ոգեորած ասեց, ահա, տեսեք, պատրաստի ինքը նախարար է, շատ կարճ ժամանակից դարձավ Բլեյանը նախարար։ Հետո Բլեյանի բերած ավերածությունները մի անգամից իշխանապողություն հեռացրեցին ու այդ ավերածությունները շատ արագ էսպես պատրվան արեցին, գցեցին մի կողմ, այդ ավերածությունները շատ կելով գնում էին։ Երեք մտածում էի, ասում էի, հիմա եթե Աստված կամենա մենք այս թուրքերի ստրուկներից կարողանանք ազատվել, ինչքան ժամանակ մեզ կպահանջվի այդ ամեն ինչը պատրելու, այդ ավիրակները շտկելու, որտեղ բոլոր ոլորտներում իրենք այն ժամանակ մեզ հաջողեց, որտեղ ազգային իշխանություն եկավ։ Մասամբ, չէ, այնուամենայնիվ հաջողեց, հա, համեմատելու չի, ինչի մասին է խոսքը եւ հաջողեց, որ մի քիչ ծանր տարա։ Որտեւ քիրվայության առումով ինքը հոգեզավակ է, Նիկոլ իր հոգեզավակն է քիրվայության առումով։ Սկսենք 1992 թվականի սեպտեմբեր ամսից, ձեր հիշատակած կոնտրագենտը
նույն ինքը Բլեյանը գնում է Բաքու, հիշում եք։ Իհարկե հիշում եմ։ Ականջը կանչած Հատիկին Հալավերդյանն էր, ինքը տես բաները լավ է հիշում։ 96-ի սեպտեմբերին սա գնում է Բաքու միանշանակ Լևոնի բանով, Դաբրոյով ու օքեյով, երկրորդ կարծիք չի կարող լինել։ Պատերազմի վատ շրջաններ, ՀՇ-ում արդեն այն տրամադրություններ, որ այս կրված պատերազմը հասկանանք ինչ ենք անում, ոնց ենք փակում, ում ջեբն ենք գցում, բայց դրա համար համաձայնվեցին ականջը կանչած Մանուկյան Վազգենին պաշտպանության նախարար դարձնել։ Վազգենը այդ Մանուկյանի ժամանակ ընդդիմադիր էր, չէ՞։ Չտեսնված բան է, ոնց կարա ընդդիմության առաջնորդ է, այս սուր ընդդիմությունն է։ Պաշտպանության նախարար։ Էն էլ մայր ոնց որ իշխանությունից անջատված ընդդիմություն է, ամենավտանգավոր ընդդիմությունն է, այսինքն որ գիդի ինձ ներքին խոհանոց ուժեղ թույլ կողմեր, այդ ընդդիմության առաջնորդին տան պաշտպանության նախարար։ Միանշանակ, որտեվ ես հիշում եմ այդ տարիների բանը էներ, որ սա պրծած է։ Հասկանանք ինչ են անում։ Վազգենին դրեցին նախարար, այս Բլեյանին էլ Լևոնը ուղարկեց Բաքու, սա գնաց ընդ ասաց, իհարկե մենք պատրաստ ենք ամեն ինչ հանձնել ինքնավարությունը չիմաստնա խոսքը։ Հետ եկավ Հայաստան, Լևոնը հատուկ բան արեց, հարցազրույց տվեց այդ թեմայով, ասաց շատ խիզախ քայլ է, պարոն Բլեյանի քայլը գովեստի արժանի, ոնց որ բան արեց էլի, բաժաշկա տվեց։ Հետո հայ մարդը իր դասագրքերով հանդերձ այո նախարար եղավ, բայց նախարարից բացի գիտեք ես որ դուք ասիք ազգային իշխանությունների վաղ ահագին տիղմը մաքրվեց ընդհանուր առմամբ ընդունելով ոնց որ ինչի մի քիչ բան արեցի ոչ թե թերահավատություն այլ վերապահում որտեվ սրա դպրոցը շարունակեց գործել մինչև այսօր գործում է այսպես կոչված Մխիթար Սեբաստացի կրթահամալիր դե բայց մի բան է մի դպրոց գործի մի բան է որ հանրապետությունը գցել դրա տակ բան չասեցի բայց գիտեք Ադրբեջանում sense մը չէր կարող ալներ սա մարդ էր որը այնպես չի հիմա կարան շուրտան ասեն դե լավ գնացել էր նոր նժդեհին ու դրոյին է իր արդարացնում դե հիմա գնացել էր երկիրը փրկելու համար Թուրքիայի առաջ վիզ էր ծռում չէ՞ սա այդ մարդու համոզմունքն է այդ մարդը հետո բառացի վկաներ ականատեսներ գիտեմ արդեն Քոչարյանից վաղ ուսանողների հետ հանդիպման ժամանակ մի ուսանող վեր կացավ Ղարաբաղի մասին հարց տվեց թարախով նայեց երեխու դեմքին ասաց այդ Ղարաբաղը պետք է պինցետով ձեր ուղեղներից հանենք ու ասենք տենց մարդը ունենում է բան կրթահամալիր կաթոլիկայի անունով այդ դիտման բան դրած Մխիթարյանները շատ Ընդորում այդ Արցախայատյացություն չի, այդ իրականում մենք տեսեք որ ժամանակը ցույց տվեց հայատյացությունը, հա, ինչի մասն է, ինչի մասն է, թե իբրև թե Արցախը ուղղակի սիմվոլ է, այո, ամենակարևոր սիմվոլն է, հա։ Հիմա, հա, վերադառնալով սրանց ավերածությունները, չէ, զգալի չափով դզվեցին։ Իհարկե, որտեղ պետությունը մեկ որ չրտիկը փոխում է, որ հիմա սա է ճիշտը, ահագին բան փոխվում է։ Հայրենասիրությունը հատկապես Արտեն Սարգսյանի երկրորդ իշխանության երկրորդ սրոկին այդ ակնհայտ էր որ հայրենասիրությունը դոմինանտ բանն էր ճիշտ էր ոչ մի հող չի կարելի զիջել բան չունեմ ասելու իհարկե դա խորքային չէր որտեվ եթե գիտեք 2017 թվականի հարցումներով կարծեմ 93%-ը դեմ էր որևէ թիզ հող զիջելու ինչ էր անել մարդիկ հոդս ծնդեցին ուր են հիմա ինչ չկա այդ 93%-ը այնքով հիմա պետք է հակա իշխանական լներ չէ Պարզա, այդ ուղղակի ճիշտը տենց էր, մարդիկ այդ ճշտի հետևից են գնում, դա քիչ բան չի։ Դա բան ամեն դեպքում պետք է ընդունել, արձանագրել հարգանքի արժանի, բայց ցավոք այս Լևոնա, Վանոյա, Բլեյանական գաղափարախոսության դեմ հակառակ գաղափարախոսություն չառաջարկվեց, ընդհակառակը գիտեք ինչ նկատում եմ ընդհակառակը ասելով, այսինքն այդ բանը էլի կար մի տեսակ, որ Լևոնը տենց յախիդնի ասես դե կյանքը ցույց կտա ով է հանձնել Ղարաբաղը, հա, դե տղայք պահեք, դե ոնց կարակ Ղարաբաղը պահեք։ Բայց իր ամենաչսիրած տղեն պահեց։ Հա, ամենաչսիրած տղեն պահեց, բայց գիտեք խնդրեմը որն է, որ հենց այդ ամենաչսիրած տղուց սկսած, Ռոբերտ Քոչարյանից սկսած, sense մի տեսակ բան կար, այդ մարդկային հարաբերություններում կյանքում էլ է շատ լինում։ Նպատակ դնել հենց ապացուցելու Լևոնին որ ինքը սխալ էր տակտիկական մակարդակում Լևոնը ինչ էր ասում, ասում էր տղեկ, եթե մենք կալբաս ենք ուզում անհնար է Ղարաբաղը պահելով, լավ չես ապրելու Սերգո ջան, խեղճ մարդը մեռավ։
Չէ, բայց իրականում հետ այնքան խորքային դրեցին, որ հանուն ստամոքսի էս ազգը ասեց, որ լավ ապրեմ, երշիկ ուտեմ, Արցախը տամ։ Տեսեք, իրանք փորձեցին ապացուցել Լևոնին, որ տես մենք չենք հանձնում, ու համել կալբաս կա։ Այո։ Մինչդեռ պետք էր ոչնչացնել այդ խոսույթը, մինչդեռ պետք էր ասել ինչի մասն է խոսքը, ոնց կարելի է այդ ձև հարցի դրվածքը դնել։ Դե մի քիչ հեշտ է պատկերացնում, եկել է Արցախից։ Չէ, մի քիչ հեշտ է պատկերացնում, այստեղ քանի կլաններ կա, ինչ ուժեր կան, ինչ կան, այնտեղ տնտեսությունը ավիրված մոմիկից հոկտեմբեր, ինչ ասես գլխին անում էին թուրքական ուժերով։ Մինչև հիմա այդ փորձում են անել, հա։ Նախ ես մենակ Քոչարյանի 30 տարի անցել այս տականքները լտես ինչ թեմա է։ Ես մենակ Քոչարյանի չեմ ասում, առհասարակ, հետո Սարգսյանն ա եղել։ Պլյուս, չեմ ասում այս 98 թվականի փետրվարից այդ գործին լծվեր, բայց այդ հետագիծը ոչ միտեղ չի երևում, որ ինքնին մարտահրավեր նետել այդ լոգիկային Ուզում եմ ասել այդպես կացնային բան տեսնել միջև հիմա Պուտինին մեղադրում են, ասում են Ելցին ցենտրը այդ կենտրոնը կա, ինքը հիմքում հակառուսականն է, լիբերալ չգիտեմ ինչ, բայց տեսեք շարունակում է բացասնալ, այնպես որ մի անգամից վեր կենալ բոլորին պատերազմ հայտարարել։ Տեսեք ես ինչ ուժեղ առաջնորդի մասին եմ ասում, Պուտինի մասին եմ ասում, չի համարձակում եկեք ես էլ բան անեմ, էլի սատանայի դատապաշտպանություն անեմ։ Իրականում ճգնաժամերը տենց բաներ անելու մի կողմից դուք ճիշտ եք խոչընդոտ են, մյուս կողմից շատ լավ առիթ են։ Հոկտեմբերի 27-ից հետո առհասարակ չեմ ուզում ասել լավ առիթ, որտեղ տխուր բաներ տեղ ունեցել ողբերգական, բայց հոկտեմբերի 27-ից հետո քաղաքական տեսանկյունից հարմար առիթ էր դրա համար։ Հոկտեմբերի 27-ից հետո կարողանալ դաշտը այդպես պահել, դա էլ էր հերոսություն է, ինչ տեղի ունեցավ, դուք այդ դրանից հետո կարողանալ պահել, անցնցում կարողանալ անցկացնել, դա էլ էր մեծ բան։ Ամբողջ գլխատված վիճակ, տակից դուրս են եկել, սրիկան առաջ է եկել, բայց կային Անդրանիկ Քոչարյաններ, չգիտեմ ինչ։ Դե այնուամենայնիվ գոնե վռնդեցին այդ իշխանական բանից, բայց հա, գուցե ճիշտ էիք, պիտի ավելի բան լիներ, բայց աստիճանաբար, հա, չեմ ասում 98-ի փետրվարից, ճիշտ հասկանանք իրար։ Ամեն դեպքում Լևոնա Բլեյանը վանոյական գաղափարախոսությունը մնաց, ծլես ծաղկեց բարգավաճեց, մի խաղ բավականին թուլացած էին, խեղճացած էին, բայց այո, իրանց լրատվամիջոցներով, բաներով։ Չէ, ես գաղափարախոսում ամենայն դեպս, հա։ Չէ, դե առաջ մղողների մասին եմ ասում բաներ։ Գիտեք, շատ հեշտ է նայել ասել, իրանք 1-2% են տարել, իրանք 2-1% են տարել, տոկոսը կապ չունի։ Տոկոսը կապ չունի, կարևոր այն է, որ իրանք այդ մեծ երկրներում տես բան կա, չէ, խորքային պետություն է կոչվում, deep state են, որ ինքը կարող է այդ պայն իշխանությունը չլինի, բայց իր ձեռին ահագին լծակներ կան։ Հետո գիտեք, մի հատ պետականության բան գիտակցում կա, եթե դու գնում ես, գալիս ես իշխանության, գնում ես առաջ եւ նախորդներից ես գլխատելով ես, ամեն ինչը տենց գլխատելով ես բան զբաղված, այդ քո պետության բաները խախտում են, չէ։ Նույն տեսեք Ռուսաստանը ոնց է վերանայում նույն Լենինի ժամանակաշրջանը, Ստալինյան ժամանակաշրջանը, ինչու ոչ նաև Ելցինի, այդպես բաներով, ընդհանրապես պետությունները բանով չեն գնում։ Այդ չեմ ասում, Դեն Սյաոպինը տեսեք, Մաո Ցեդունի ժամանակաշրջանը կարող է, չէ՞, դնելու, ոչնչացնել, ասել ինչեր է տեղի ունեցել, բայց այնուամենայնիվ ասում եմ, մենք երկար ուսումնասիրեցինք եւ հասկացանք, որ 30%-ը այո վտանգավոր էր, բայց 70%-ը դա հանուն պետության եւ այսպես ասած այդ բանը պահեցին Մաո Ցեդունյան ժամանակաշրջանի բանի։ Ես կարծում եմ դա խորքային պետության նաև բան ունենալու գիտակցությունն է։ Ես ձեր հետ համաձայն եմ, որ ընդհանուր առմամբ պետքա շարունակականությունը լինի։ Բայց ամեն ինչ իր տեղում, իր դարակի, իր բանալի, իր։ Դե լավ, հիմա դե լավ է, դե գոնե Վանո Սիրադեղյանը չկարողացավ մնալ այստեղ։ Հա, բայց իր գաղափարները մնացին, ֆիզիկական։ Դե հիմա դե պատկերացրեք, որ այստեղ դե դա արդեն Վազգեն Սարգսյանի որոշումն էր։ Ինձ պատմել են, որ վերջում էլ այսպես փաթեթով գումար տվել, որ տանեն փոխանցեն Վանոյին եւ ճանապարհվածեն, որ որ ճանապարհով պիտի գնա։ Միլիարդի սեղանի շուրջ խաղում էին եւ ասում է այդպես բերեց իր այդ վարորդը, ասեց Վանո Սիրադեղյանն է ուղարկել եւ արդեն գծակրում էին ոնց պիտի գնար էլի Հայաստանից։ Անցագործ մարդասպան Վանո Սիրադեղյանը այնուամենայնիվ այդ բանը չկոծկեցին էլի այդ
մարդասպանի Չէ, հանցագործությունները։ մարդը հեչ գաղափարն է կարևոր։ Իրենց գաղափարները մնացին, քանդեցին այս պետության հիմքերը, այդ թվում նաև Իմիջիալոց իրենք բացարձակ հիմա մենք խմբագիրներն ենք, այս անունները չեմ տալու մեր միջավայրում։ Այդ նույն քաղքենի բաներով դասական ժուրնալիստիկա են բանեցնում, եթերներում ընդդիմադիր մեզ էթիկայի նորմեր են սովորեցնում։ Այսինչ զզվելի պատյեզդ է մոտավորապես, այսինչ զզվելի երկիր է, յախկեսինչ կեղտոտ պատյեզդ է։ Դե գիտեք Արցախյան բանը չեն խոսում դրա մասին, բայց իրենք դրա կրողն են։ Իրենք մի քիչ անհանգիստ են, ուրա մի հատ ժամանակ անցնի Նիկոլին նորից իրենք դիրքավորվեն եւ սկսեն այդ իրենց քաղքենի բաներով դասեր տան մոտեցումներով եւ ինչու ոչ, քանի որ այնքան իրենք հումանիստ են, այնքան բաներից են նորից խոսեն հումանիստ գրող Վանո Սիրադեղյանի մասին, մոռանալով մարդասպան բանի, բրեյանական, չգիտեմ ինչ բան ռեֆորմների մասին եւ ոչ միայն ուրիշ բաների մասին։ Ես շատ հաճախ այդ քննարկումները որ լսում եմ, ես լսում եմ այդ քննարկումները եւ վստահեցնում եմ Էդգար, եթե այս թուրք տականքներին ճանապարհենք, շատ բան չի փոխվել այդ մարդկանց մոտ։ Հույս չունենաք։ Ես դες ասեմ, եթե հանկարծ ՀՀԿ-ականները ՀՀԿ-ն գա իշխանության, էլի տեղ ատալ, որտեվ իրենք էլ են քաղքենի այդ առումով։ Իրենք էլ են դե բոլորին իրենց դարակներում ճիշտ տեղավորենք։ Այո, դա ՀՀԿ-ն այդպեսին է։ Սերժ Սարգսյանը ունի իր մեջ, որ դե բոլորին ինքը գիտի, սա սրիկա է, սրիկան արժի էս կամ։ Սա չգիտեմ ինչ է արժի էս կամ, սրան դնենք այստեղը, սրան դնենք, այդտեղ չգիտեմ դա ճիշտ է թե ինչ է, բայց եթե գան իրենք նորից այդ վիճակով գալու են եւ բան տեղավորվելու են եւ մեզ փորձելու են դասական, չգիտեմ ինչ որ բան դասեր տալ, էլի։ Դե նայեք, ես մեր ոլորտն եմ ասում, ես վստահեցնում եմ պատմաբաններն են իրենց այդպես պահելու, պրոֆեսորադասախոսական բաներ են, կռիցների նման են բանտեղերից դուրս են գալու, ասեն, մենք գիտենք, մենք այս բաներով էինք տարված։ Նայեք, եկեք սենց ասեմ, էլի, առանց անձնավորելուց, որտեղ խնդիրը անձինքել չեն, եկեք ես այդ երևույթին անդրադառնամ։ Ես չեմ անձնավորում, Չէ, ցավոտ հաց եք բարձրացնում։ Չեմ անձնավորում, ես փորձեցի ընդհանրական ասեմ։ Ազգային իշխանափոխություն երբ որ լինի, ես չեմ ասում եթե, ես ասում եմ երբ որ։ Հիշում եք, ես մի անգամ ձեր եթերում տես բան ասեցի, դուք կարծեմ բան այսինքն վատ եղանակ է, անտրամադիր վիճակ է, դուք ասիք հա բայց լինելու է, ընդհանրապես թե չէ։ Ապագայում ես sense մի բան ասացի, դե լինելու է, ասի, որտեվ ապագայում կամ Հայաստան չի լինելու, կամ եթե Հայաստանը եղավ, ուրեմն դա լինելու է շնորհիվ ազգային իշխանափոխության։ Հիմա տեսեք, հասարակությունը կարիք ունի ինչ բառ օգտագործեմ, որ ճիշտ լինի, միասնականացման։ Միանշանակ։ Այդտեղ ես համաձայն եմ օրինակ նույն Սերժ Սարգսյանի հետ, որ մեր Հայկան համալսարանի ունկնդիրների շրջանավարտների ու դասախոսների հետ։ Դուք հարցը բարձրացրեցիք նախքին։ Չէ, ես չբարձրացա, երեխեքը բարձրացրին, ինքը մի քանի անգամ հիշատակեց, բայց ինքը ուրիշ բառեր ասում, հեսա կգամ։ Ես համաձայն եմ իր այդ ընդհանուր արտահայտած մտքին, որ այո, հասարակությունը պետք է միասնական լինի, որ ճշնամական միջավայրում կարողանա արտաքին վտանգին դիմադարձել, այլ հարց, որ այդ միասնականացումը ինչ ձևով պետք է լինի։ Պարզ sense ինչ որ համերաշխացման, ոնց որ օրինակ փորձեր արվում մարտի 1-ից հետո անել։ Թե այլ ձևեր էլ կան։ Ինչ էր արվում մարտի 1-ից հետո։ Համերաշխացման էր տանում, չէր անում։ Բայց այլ ձևեր էլ կան։ Զոն բնականաբար իմ խոսքին ինչ որ բռնի բան ձևերի մասին չի էլի։ Օրինակ Բիսմարկն ասում է, որ գերմանական ժողովուրդը միավորվել է արյամբ ու երկաթով։ Ինքն էլ այնպես չի, որ Գերմանիայում քաղաքացիական պատերազմ ա եղել, որ Պրուսիան միավորել է Գերմանիան, բայց նկատի ուներ, որ բան մեթոդներով, ժոստկի մեթոդներով, կան նաև ժոստկի մեթոդներ։ Հիմա այդ միասնականացման ճանապարհին, գիտեք, շատ կարևոր բանաձև է լինելու արդարության, որ աշխարհի այսպես հարաբերական, ամենասուբյեկտիվ կատեգորիան է, այդ ոնց ենք չափում։ Այդ արդարության երևույթը Եթե օրինակ ինչ որ մարդ, որը հլու հնազանդ այս իշխանություններին ծառայել է, մնում է իր պաշտոնին օրինակ, դե որտեվ այդքան ծառայել է, այդքան այդ աթոռին նստել է, ասենք ինչ որ փորձ, հիշողություն, գիտելիք ա կուտակել։ Ասենք Մեհեր ինչյան են փոխվարչապետ։ Գրիգորյանը ինչ է, հա։ Հիմա օրինակ այդ արդարը արդար չի։ Բա եթե լավ, նույնը վերաբերվում է օրինակ ոչ թե սովորական քաղաքացիական պաշտոններին, այլ ասենք ռազմական
հիմա նոր դուք եք ասում ու ճիշտ եք ասում, որ պետությունը պետք է ինչ-որ շարունակականություն ունենա, հիմա ինչ սաղ գեներալներին ասես դուք մարտամեկին չես տվել հաջող, դե տեսնային գործարար չի մնա, երկու գործարար կա, կամ մի գործարար կա, որ իրենք քիչ թե շատ տեսեք, ինչքան բարդ խնդիրներ կան եւ ես բնավ չեմ բանանում, չեմ անլրջացնում, կատակի չեմ տալիս, այս խնդրի լուծումը պահանջում է լրջագույն հետազոտություն նախ ես էի ուզում ասել ոչ մեկ այտենց առանձնապես գիտության բանի հետ սեր չունի մաքսիմում սոցիոլոգիական հարցումներ են այրեք ձեր տաղավարում խոսվում է շատ ունիկալ բառապաշարով դրա մասին Հրանտ Բագրատյանը մաքսիմում ասենք սոցիոլոգիական հարցումներ են արվում իհարկե գիտականորեն հիմնավորված բայց այդ բան զուտ այս պահին մարտավարական խնդիր լուծելու հասկանալու ով քանի տոկոս բան եւ այլն այդ էլ է գիտություն բայց դա ուրիշ բան է ես խոսում եմ ավելի երկարաժամկետի մասին գյուղերը փոքր բնակավայրեր բոլորին շատ լավ գիտեն էլ այդ մեծ քաղաք չի որ կոծկես բան Facebook-ից ջնջեն իրանցին գրառումները էլ անդեն հիշողել չլինի այդ մարդը նախքին կպեական այն ինչ գյուղերը вообще բոլորին հիշում են պլյուս ընդեղ գիտեք ընտանիքային կլանային գերդաստանային բայց ոնց պետք է լինի մեկը օրինակ մի գերդաստանը որը հիմա ճնշված է օրինակ վիզա դնելու ազգային իշխանապողության համար բայց ինչ բարիկները շարունակելու են մնալ այն բանին երկիր ծախողականքին լավ հիմա հակառակը ինչ անես ինչ այդ մարդկանց ոչս դնելու են սովետը որ կուլակաթափերանում ասես հելը գնացեք այս երկրից այդ հողու ջրի մարդ են ամեն դեպքում դու փոխես դաստիարակես մեր ժողովուրդն այ վերջո ես այդպես եմ նայում որ զավացքոյի բոլորը ծնվել են հայ էթնիկ առումով չէ նաև քաղաքական առումով իմացել են որ մեծ հաշվով են կարևոր ազգային գաղափարախոսությունը իդեալը երազանքը ինքը ուժեղ քաղաքականություն ռազմավարություն է դառնում պետության կողմից ինքը այն մյուս տեսակի ճիշտ իրատեղն է նստածնելու այստեղ չէ որ դիկացին առած նստելու դասեր տալ չէ Երբ որ քո հերոստանգերությունը, քո ինստիտուտները, քո լրատվությունը, ամեն ինչը, ես ինչի եմ սենց բանով խոսում նույն այդ լրատվության մասին, չգիտեմ, պատմաբանների մասին։ Իսկական հեղափոխական է կանջելը։ Ես հեղափոխական չեմ, ես իմ երկրի կռիվն եմ տալիս։ Չէ, լավ այդ բառը գիտական է։ Ես ուղղակի այդ ֆունդամենտալ փոփոխություն։ Իսկ ֆունդամենտալ փոփոխության ես հեղափոխական չեմ, դա վտանգավոր բառ է, բացարձակ ես հեղափոխական չեմ, ես ինստիտուցիոնալ, խորքային աշխատանքի ուսումնասիրության հետևողական դրա կողմնակիցն եմ։ Ոյս հիմար չեմ ասեմ հեղափոխական դիգանք ու սրան ասես դու փակվի դու գնա այստեղ չէ ուղղակի երբ որ մտնոլորտը ճիշտ է լինում երբ որ շեշտադրումները ճիշտ են լինում գաղափարները իդեալները ճիշտ են լինում այդ մարդիկ կամա թե ակամա իրանց անկյունում ճիշտ տեղում են հայտնում խոսքը սրա մասին է մենք ասեն այնպեսի իշխանություն տիգա որ սա անի ոչ թե գա եւ ասի դե ոչինչ հիմա սա մի քիչ sense էր թող ընդեղ յոլա գնաս լավ մի հարց էլ ես ձեզ տամ դուք դրա նախադրյալ տեսնում եք ես հույս ունեմ որ տենց իշխանություն պիտի լինի եթե չլինի ես այստեղ նստած եմ լինելու եւ այդ նույն շեշտերը բարձրացած ես դրա կողմնակիցն եմ բայց ես հույս չունենամ որ բա դրա համար ես ասում եմ ամեն թափթփուկ ամեն հիմա ես նայում եմ ինչ խայտարակություն ամեն պատահական մարդ իրան բանը երևակայումա որ կարող է վաղը երկիր ղեկավարել այ հիմարներ ու այստեղ ասենք մի դեգեներատների խումբ կա Մոսկվայում ինչ որ մարդկանց Facebook-ի ես իմ հետ է հանդիպում նրա հետ իրան երևակայումա դիգա վար այ կիսագրագետ անգրագետ ամեն ինչից հերու մարդ իրան թվում է եթե նստելու այստեղ Մոսկվայից հրանգ են տալու ինքը կատարել դա բավարար է Այս խորքային նախորդ իշխանությունների ժամանակ ինստիտուտներն էին շատ թույլ բոլոր առումներով շատ խոշոր ինստիտուտներ պիտի ստեղծվեն պատմության, քաղաքագիտական մի քանի խոշոր ինստիտուտներ դիրել, որ այդ ուսումնասիրեն։ Հիմա ասենք ես հարազատ ունեմ Եվրոպայում այդ ամեն ինչի մեջ է, չէ՞։ Դուք պատկե ամեն մի միգրանտների հարցը, չգիտեմ, ամեն ինչի համար 3 ինստիտուտ 40 աշխատանք է տարվում գիտական ուսումնասիրությունների, թե որը որտեղից ինչ եւ այլն ուսումնասիրում են։ Այսպես թվում է պետք է երկու հոգու հավաքի, ասի մա ինչ անեմ այս թեման։ Սա արա ինքն էլ որոշում կայացնի։ Դրա համար ես հույս ունեմ, որ փորձառությամբ, բանով եւ ընդհանրապես ապշում եմ ես։ Ինձ թվում է, որ այս երկու մարդ կա, որ իզորու է ինչ որ բան անելու։ Ապշում եմ, որ այսինչ տգետակույտ կամ ամբիցիոզ հիմարների խումբ է, որ պատրաստ են, մենք պատրաստ ենք։ Այ հիմարներ, ինչի մեջ է երկիրը։ Ինչի մեջ ես, ինչի մեջ ենք մենք։ Եվ ընդհանրապես դուք պատկերացնում եք, ինչի մեջ է գցել այս տականքը մեզ։
որտեղից ուր պետք է հասնենք այդ անվտանգության հարցը, չեմ ասում ես հարցերը։ Ես բարձր օրինակ բերեմ, այդ մենակ հասկացող մարդն է։ Եվ ընդհանրապես ես մենակ այս տեսակի մասին չեմ խոսում, ես ընդհանրապես այն բանը ես ինչի եմ ինչ որ որակներ կա միշտ փորձում առաջին պլան բայ, որտեվ ինտելեկտուալ ազգային թևը պիտի հաղթի։ Ոչ միայն այս ինտելեկտուալ անհայրենիք սրիկայալ ժելեյած գյադաների ինչ որ խումբ կա, չէ՞։ Դա էլ կա, չէ՞։ Ու բանը իրանց 3 բառ անգլերեն կապելով զարմացնում են, այդ արդեն ոչ մեկի չեք զարմացնի։ Այս սերնդի ամեն երրորդը տիրապետում է դրան։ Ասենք հասկացանք նախկինում այդ նախագահին զարմացնում էիք, իբր թե անգլերեն գիտեիք, այն էլ կիսա հիմնականում այդ լավ իմացողներն ասում են կիսագրագետ դրան էլ չէին տիրապետում։ Այսինքն սրա մասին է խոսքը, որ ազգային ինտելեկտուալ է շերտը պիտի գա։ Դե մեր մոտ այնքան է բանը անկում ապրել նշածողը իդեպ այնքան է նշածողը անկում ապրել, այնքան են իրական պոտենցիալ ունեցող մարդիկ, չեմ նախկին նախագահներ, վարչապետեր, նախարարներ, ցավ նախկին, այնքան են ոնց որ իշխանության, մեր ճշնամիների, քարոզչության բան եղել, քարոզչության թիրախ դարել, որ հա, իրոք այս բանի մեջ դատարկության մեջ այնքան պատեհապաշտներ, ինքնասիրահարվածներ, թափթփուկներ գլուխ են բարձրացել, որ սա ազգային անվտանգության սպառնալիքը այդ բառի բուն գիտական իմաստով։ Ասենք այ ասում եմ միավորում ենք ստեղծում։ Ինչ միավոր, պարոն Բագրատյան ջան, ինչ միավորում։ Ձեզ եթե անենք մնացածը զրոների գումարում է, ծիծաղելի է։ Ինչի՞ մաս է։ Ես էլ իրեն չի ասում, բայց տեն շատ։ Չէ, ես պարոն Բագրատյանին չեմ ասում, պարոն Բագրատյանը վիրտուոզ գործիչ, վիրտուոզ իրականում ռեֆորմատոր եւ էկոնոմիստ է։ Հասկացողն է հասկանում։ Այն օրը մեր հայկական համալսարանում հյուրընկալել ենք նաեւ Արցախի երոս Սեյրան Օհանյանին, խոսքի մեջ ասեց 20 թվականի Արցախյան երրորդ պատերազմի մասին էին հարց տվել երեխեքից մեկը, ասեց դե տեսեք, ասեց օրինակ եթե ես երկրի ղեկավարը լինեի, թե լինեմ, ու մի անգամից այդ կարճ դադար տվեց, ասեց ես իհարկե նման հավակնություն չունեմ, ու ինքը դա ասեց ոչ թե տենց նեղ քաղաքական իմաստով, ոչ եմ ես չեմ առաջադրվելու բան, այլ խորքային, որտեղ հասկանում ես մարդը ծառայել է, աշխատել է, պաշտոնավարել է, գիտի այդ ինչ ջարմա է, գիտի այդ ինչ է նշանակում, ինչ չեմ որակներ է պետք, ինչ բարդություն է։ Այն էլ էս վիճակում, որ այս վիճակում մենք ենք գտնվում, թե ինչի մեջ է։ Այս դեր համար բան չի է, Ամերիկայի Միացյալ Նահանգներ չի կամ Ֆրանսիա չի, որ 40 ինստիտուտ կա տակը, սխալվում ես, այդ ինստիտուտները քեզ բերում են, էլի ճակատագրականի անհատի դերը շատ կարևոր է, բայց տակը, չգիտեմ, քանի ինստիտուտ է գործում, այդ դեպքում խելագարն է լինի, ոչինչ, այդ խելագարին կպտտացնեն, կբերեն մի կերպ կպահեն, որտեվ այդ ինստիտուտները կա։ Այս բան երկրում ամեն մեկը վերակերում եւ գիտեք ինչն է նաեւ խնդիր, այստեղ մեկ-մեկ ինձ ասում են, ես որ քննադատում եմ, իմ բարեկամ գործիչները ասում են, դե դու արա, անհեթեթություն, ուրիշ բանի մասն եմ ասում, գիտեք նաեւ իրանց մասին եմ ասում, երբ որ ես ունեմ փայլուն բան, վերլուծաբաններ կան, չէ, բայց հասկանում եք ինչ խնդիր է, մեկ էլ ինքը իրան երևակայում, որ կարող է դառնալ քաղաքական գործիչ, ասենք այն մեկը փորձագետ է, տեխնոլոգ է, բանը իրան երևակայումը կարող է քաղաքական գործիչներ, մեկը իրան երևակայումը կարող է առաջնորդ լինի։ Այսինքն ամեն մեկս պիտի ասենք Էդգար Նայելբակյան ինքը հասկանա վաղը կարող է մի հատ ինստիտուտ ղեկավարի սա պիտի անի, որ ասում եք առաջնորդի դերը որն է, ինչ է կարող սա պիտի անի։ Էդգար Ղազարյանը ինչ կարող անի, սա կարող անի, այն մեկը ինչ կարող անի, սա կա, թե չէ ամեն ինչ խառնվել է։ Ես ինչ կարող եմ անել, սա կարող եմ։ Լավ թե վատ սա է, չէ՞։ Եկեք ես մի տխուր օրինակ բերեմ, չէի ուզի այդ կոնտեքստում բերել, բայց դե Ռուբեն Վարդանյանի օրինակը։ Դուք ճիշտ եք, այո։ Մարդիկ, որ քիչ թե շատ իրանց ոլորտում կայացած են, ել չասած եթե շատ կայացած են, ինչպես Վարդանյան Ռուբենն է կայացած բիզնեսի ասպարեզում, զոն բավականին բարդ բիզնեսի, հեշտ չի այդ լինել այլ էթնոսի, այլ բանի ազգի ներկայացուցիչ, մեկ այլ երկրում կայսրության մեջ, մեկ այլ էթնիկ խմբի, այս դեպքում հրեաների հետ տալ առնել բան, ինքը կայացած լուրջ բիզնեսմեն է։ Այդ գայթակղությունը կա է, որ դու ինչ-որ մի ոլորտում քիչ թե շատ էլ չասած շատ երևակայում ես, որ դու կարող ես վաղ առաջնորդ դառնալ, մտածել, քաղաքական գործիչ նույն դառնալ, պրինցիպներն էլ քաղաքականության մեջ են գործում, ոնց դու այսքան բան ջոկում ես եւ այլն, ես հիշեցնեմ, որ Վարդան Ռուբենը մի հարցազրույց, թե այսպես բան ծրագրային տեքստ էլի մի խոսքով ունի, կարծեմ 22 թվի, որտեղ դեռ գրում էր, որ պետքա միավոր համահայկական խնդիրներ լուծելու համար պետքա միավորվել իշխանությունների շուրջ 22 թվին վայթե։
հետո ինքը եկավ Արցախ, մի քիչ ապրեց, հետո պետնախարար դարձավ։ Ես ինչքան հիշում եմ իր բաց հրապարակումներից, չեմ այդ առիթ բախ չի վիճակվել, որ անձամբ շփվելու դեռևս, բաց հրապարակումներից ինչքան հիշում եմ, ինքը 23 թվականի ոնց որ թե ապրիլ-մայիսին, երբ որ վերջնական թուրքերը վերեցին Հակարի գետի վրա այդ Գորնիձորի տակ բան դրեցին, ապորինի անցակետ դրեցին, կարծեմ այդ վաղտ ինքը նոր վերջնական հասկացավ, որ այս սաղ մեծ հաշվով Ալիևը անում է այս դե ֆակտո այո, կապիտուլյանտի հետ միասին։ Մինչև այդ անդադ իր մոտ այդ կար, որ չէ դե հեսա Հայաստանը, չէ դե ոնց կարա սենց լինի բան, մեկ էլ հոպ այդ բան պայծառացումը եկավ, արդեն դանակը ոսկորին էր հասել, կապել չունի դանակը ուր էր հասել, ուզեմ ասեմ շատ ուշ հասավ։ Ասենք մենք դուք, չգիտեմ, 20 թվից ենք այդ մասին գոռում, 18 թվից ենք գոռում, հետ եմ գնում հերթով, հա։ Վատ բանով չեմ ասում, հատկապես ոնց կարամ մարդը պատանդա այս բան Բաքվում վատ բան ասեմ, բայց ուղղակի ավելի լավ օրինակ չգտա, որպես դաստիարակչական, որպես նմուշ օրինակ, այն մարդկանց, որ դուք նկատի ունեք, հավաքական առումով, ոչ թե ինչ-որ կոնկրետ մարդկանց, մի հատ էլ էլի այդպես։ Կամ այստեղ լսում եք Սթափության կոչ, որ ամեն մեկը զբաղվի իր գործով, իր տեղում, եթե իր տեղում շատ փայլուն ճիշտ գործի, շատ ավելի օգտակար ու լավ կլինի։ Վերջի բանը ինչ ա եղել։ Վերջի հաստիկը ինչ ա եղել, դուք որպես սովետական մարդ պիտի լավ հիշեք, էլի, որ последнее занимаемое должность։ Ճանապարհ էին անցնում։ Ինչ ա եղել, հա, դու կարաս դրա հաջորդ աստիճանը լինես, էտել հələ եթե մեջը լիքը դաթար կա, ասենք հիմա ընդդիմադիր գործիչ կա, վերջի անգամ ասում ես ինչ ա եղել, ասում եմ ես դրսից կանաչի ներգրող եմ, հիմա ինչ ես ուզում դառնալ, երդվում եմ ձեզ, եթե չափազանցում եմ ամոթ ինձ։ Ասում է վարչապետ։ Հա, դե առանց չափազանցնելու եմ ասում։ Դե այդ լավ չի, իհարկե խնդիրն է, որ իրանք տենում են, որ այսօրվա դե ֆակտո իշխանություններում թափած են այդ ձեր մարդիկ, բայց պետք է հասկանալ, որ դրա պատճառով էլ արդյունքը մենք տեսնում ենք քարտեզի վրա։ Այո, երբ որ փողոցից եկած, ոնց որ ասում էր Անդրանիկ Միրանյանը, փողոցից եկած չեռնը բերում ես փողոցից բերած շիշտ ծախող մի հատ բոմժի բերում ես իշխանության, ինչ է քեզ սպառում։ Կամ հակառակ, այստեղ էլի շատ հաճախ լսում եմ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, չգիտեմ, չէ, ուրիշ բան եմ ասում, բանը, այ Արցախի հիմնախնդրի ժամանակ, լուծման ժամանակ այստեղ սխալ արեցին։ Ես ինչքանով հասկացել եմ, երևի իրականում 7 կամ 8 մարդ է խորքային տիրապետում եւ գիտի Արցախի հիմնախնդիրը։ 7-8, չգիտեմ, դուք ավելի շատ գիտեք։ Ես գիտեմ, այդքան ասենք Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Օսկանյան, Նալբանդյան, կարող է մի 4-5 անուններ դուք ավելացնեք, որ խորքային եւ տիրապետում են ամեն ինչին եւ ամեն երկրորդը ինչի չճանաչեցին Արցախի ես իմ անկախությունը, ինչի չասեցին, չգիտեմ ինչը, ինչի չգիտեմ, սենց ում են դասեր տալի, ասենք ինչի Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը չճանաչեցին, ում են ասում էլի, սենց մտածեք, ում եք դուք դասեր տալիս, այն մարդիկ, որ ակունքներից դրա մեջ բերել են ամեն, ինչ ասեմ, ամեն տարի այդ հիմնախնդրի լուծան, ամեն տարի, ամեն բառից կարճած խորքային տիրապետում են, այս մարդկանց ինչի՞ս էս չարեցին, չգիտեմ ինչի են չարեցին, պատահական է, ասենք, զոհվածի մայրը, ընդհանրապես այդ ամեն չէ գործ չգալիս, այո, այդ նրանք որ ժամանակին ճանաչեին, պիտի կարդացել է երկու տող կարդացել է, որ ու եկել այստեղ սենց բանը, գիտունիկի տեսքով բանը, դասեր է տալիս, որ ինչու պիտի դե սա էլ ազգային բան է, ինչ ասեմ։ Դե Անժա, դե համար ես ձեր այստեղ փորձագետ մարդը եկել է իրան տիրապետ, արդեն զգում է առաջնորդ, թեզ ասել գնում է, ինձ էլ հետ քիչ ամնում փայտով ծեցի, ասում են չի դու էլ այդպես չի։ Ես դրա համար օրինակ ձեր եթերներում եւ նաեւ այլ եթերներում միշտ խորհուրդ եմ տալիս օբյեկտիվ ինչ որ պատճառների անդրադառնալ, օրինակ լավ նույն այդ բանը, հա, ճանաչում Արցախի օրինակ ասցիք դե այդ քննարկենք։ Այդ սուբյեկտիվ ճանապարհով գնալը ինքը անալիզը բան է անում, խեղճացնում է, այսինքն դու ուղղակի ֆիքսում ես մի հատ մեղավոր, որը անձ է, այ անձին փոխենք, սա լավ կլինի։ Անձերի դերակատարությունը պատմության մեջ ահռելի է, հարցը դրա մասին չի, բայց եթե դու օբյեկտիվ պատճառը չես ուզում հասկանալ, դու այսինքն չես տենում, որ այդ օբյեկտիվ պատճառը ինքը միշտ կա, իսկ միգուցե ավելի է բարդանում, օրինակ օբյեկտիվը դե պրոբլեմա Թուրքիան, ենթադրենք, հենց այդ նույն հարցի դեպքում։ Բա լավ, եթե ասենք Քոչարյանի վաղ Թուրքիայի հնան այսքան էր, ենթադրենք,
Սարգսյանի վաղ տեսքան էր, հիմա ինչքան է։ Հələ մտնայք, ավելի է շատացել, այսինքն այդ օբյեկտիվ կամ բանակը զինված ուժերը, այսինքն այդ օբյեկտիվ պատճառը հիմա ավելի է բարդացել։ Եթե դու հավակնում ես այդ լուծել, հարց չկա, լուծի, բայց բացեք տեղը երեք տեսեք փաստերով Բագրատյանը ներկայացնում է 92-ի, 93-ի ոնց են պատրաստվել հարձակվել թուրքերը, ինչա տեղի ունեցել։ Դուք ո՞ր Թուրքիայի մասին եք խոսում։ Փոխված Թուրքիայի մասին եք խոսում, ինչ Քարոզը անում էր հրանդինքին հետևից ճակատից խփեցին, ասեցին դե գնա։ Սա այդ փամփուշտն էր, որ ասեց, այս է փոխված Թուրքիան։ Ինքը դրա համոզմունք ուներ, գիտեք, ես մտերմություն եմ արել, ընկերություն եմ արել հրանդինքի հետ։ Ինքը համոզմունք ուներ, որ Թուրքիան փոխվելու է ճանապարհին է։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ հասնի, հասունանա։ Այդ փամփուշտը ցույց տվեց, էս էլ ձեզ փոխված Թուրքիա։ Ինչպիսին է լինում, որից հետո հրանդինքը Էրդողանը գնում է իր տուն, ոնց որ միշտ էլի թուրքերը գնում են կնոջն է կարեկցում, ցավակցում, չգիտեմ, որդիներին, այսպիսին է Թուրքիան, բայց հիմա շատ ավելի նագլի ու լկտի է, ասում է, ոչ միայն այդպես կարեկցում, ասում է, ես եմ արել, լավ եմ արել, ով է Էրդողանը ընդհանրապես, ես եմ Արցախը, ինչ որ արել եմ, ես եմ արել։ Այդ ձեր բարձրացրած խնդրով Եվի ամփոփենք։ Բայց ես էլի հարց ունեի Կրեմլի, այո, հարցեր ունեի 1-2 Կրեմլում 3 թվերն էր, հա, ներկայացնում թե ընդհանրապես մենք մեզ ճանաչելու խնդիր էլ ունենք։ Մեզ թվում էր թե մենք մեզ ճանաչում ենք, գիտենք, չէ, ընդհանրապես ինչ են կարել, էլի մարշալներ 5, գեներալ պոլկովնիկներ 8, մենք ենք տվել գեներալ լեյտենանտներ 31, գեներալ մայորներ 109, ադմիրալ ֆլոտը ծովային 1 Եվ այսպես շարունակ այդ Երևանը խոսեց մի գյուղ միանք, չգիտեմ քանի գեներալ, այո, Չարդախ շշմելու բան, ես չգիտեմ, կա այդպիսի բան։ Ղարաբաղցիների շրջանում նաև շատ էին։ Մարշալներ։ Պատճառը այն էր, որ իրանք այնտեղ այդ բարձր կոչումների արդեն հասնելու համար նաև ռուսերենի գրագիտությունն էր կարևոր Ղարաբաղում, քանի որ Զաբասկոյի ոնց որ ռուսերենը ավելի բան էր, նաև դա պատճառը էր, բայց առհասարակ հայերի բանը Դե մի հատ լավ խոսք ունի, ես գիտեք, տենց աֆորիզմներ ասել, բան իմը չի, բայց եթե լավ խոսք այն չի չասես։ Դեն ասում էր, ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ մի անտաղանդ հայի, որտեվ հիմա արդեն էլ ցավոք այդ խոսքերը տեղին չեն, որտեվ ահագին վատացել է մեր վիճակը, բայց այն ժամանակների համար տեղին էր, որտեվ իրոք ամեն մեկը մի Բայց հիմա էլ նայեք Ռուսաստանում երկրորդ դեմքը վարչապետը հայ, արտգործնախարարը հայ Ակադեմիկների, չգիտեմ, հաշվելն ես իմ քանի տոկոսը հայ, պրոֆեսոր, այսինքն Դե եկեք Հայաստանում նայենք, Հայաստանում եթե երկիդ գլխին բոմժա նստած ոչ մի բանի նայելու կարիք չկա այլևս բարձր։ Հիմա նաև այդ բնական, այսինքն հայերի այդ հնարամտությունը, բանը, գրագիտությունը, կրթական այդ տրադիցիայի շարունակականությունը ուսմանը այդքան կարևորություն տալը, որը ադրբեջանցիների մեջ նոր, ասենք, սովետի 50-60-ականներից նոր սկսեցին քիչ թե շատ դրանք բան քաղաքական իմաստով ազգ դառնալ, այդ ամեն ինչը իհարկե բան արել է, դեր խաղացել է, պլյուս նաև չմոռանանք հայ-ռուսական բանը կոպիտ ասած, եթե Ադրբեջանում դեռ կային ծպտված մուսավատականների երեխեք, ժառանգներ, բաներ, որ կարային հոգու խորքում sense մի քիչ էլ բանով թարախով նայեն սովետական միությանը, Հայաստանում այդ հայ-ռուս ժողովուրդների բարեկամություն, բան եւ այլն, իրոք լուրջ էր ընդունում, որովհետեւ դրա հիմքը կար։ Չեմ ասում մերոնց ուղեղը խափում էին։ Եվ տեսեք զորահանդեսին հայերը ներկայացված չեն, ադրբեջանցիների թվերը զուգահեռ 5-ին 0, 8-ին 0, գեներալ լեյտենանտ 0, մերը 31 է, գեներալ մայորներ 109-ին իրենցը 1 Ադմիրալ ֆլոտը 1-0 մնացած բոլոր ցուցանիշները 0 եւ իրենք են անցնում այդտեղով եւ Նիկոլը կանգնած։ Դե այս իշխանությունների բանը, որտեվ հայկական հաղթանակ չպիտի տենց բանել, այդ բառակապակցությունը հայկական հաղթան բանալի բառեր կան, չէ՞, հիմա ինտերնետ համակարգչային տեխնոլոգիաների ասպարեզում բանալի բառերով տեգերով ենք ասենք ինչ-որ բան որոնում, օրինակ բանում Google-ում ենթադրեք։ Հիմա այ այտենց որ մի բանի մեջ, մի տեգի մեջ Հայաստան հայկական հաղթանակ բառերը չպիտի լինեն։ Այդ բանը ալգորիթմը դա պետք է ճանաչի որպես ինվալիդ արժեք։ Դրա համար էլ բարձր չքայլեցին։ Եվ հիմա հրապարակ են բերելու աշխատելու է դա ակնհայտ է, ես չէի ուզենա խոսել դրա մասին։ Հազարսիրած թեմա։
Թալանն է իմ սիրած թեման, չէ, իմ սիրած թեման չի Թալանն է թեման, այդ Նիկոլի սիրած թեման է, բայց հիմա երեք տեսակ չեն սարսափելի թվեր ներկայացրեց պարոն Բագրատյանը, միայն ստվերից 60 միլիարդ դոլար է թալանել Նիկոլը, բայց այնպես օդի մեջ չէր խոսում էլի, բանով ներկայացնել, բայց տեսեք ինքը դեռ շարունակում է շահարկել սա։ Ես մի հատ գրառում եմ ուզում բացեմ, մեր Լոս Անջելեսա բնակ Ռոբերտ Մարգարյանի, այո, Աննայի արած կոռուպցիոն ռիսկերը, չէ, կոռուպցիայի մասին Աննա Հակոբյանի։ Չէր գրել, ահա։ Ասում է դրա Իմ քայլը հիմնադրամը եւ հանրային հեռուստաընկերության ամերիկյան մասնաճյուղը Լոս Անջելեսում գրանցված են նույն հասցեում։ Թե ինչ կոռուպցիոն։ Հիմա իրենք ազգային ժողովում այս հարցը փորձում են, իրենց հերթական անգամ հաջողելու է դասեր քաղեց այդ կոռուպցիա թալան բառ ասելով, հայ ժողովրդի զավակներին տարան մորթեցին Արցախ, սպանեցին, Արցախը հանձնեցին, դասեր քաղել է մեր ժողովուրդը, հասկացել է, որովհետև ոնց որ թե դասեր քաղելու ամենաարագ ճանապարհը, երբ որ իրենց ստամոքսը դատարկվում է, ոնց որ թե սոված են, վատ են ապրում, խաբել են Նիկոլը իրենց։ Ես շատ մանրամասներ չեմ կարող բացել, բայց մի ինչ դրա անունը կոչեմ, հետազոտություն երևի, այդպես ասեմ, մի հետազոտության հիման վրա կարող եմ վստահաբար պնդել, որ այս իշխանությունների, եթե ունեն 2-3 իրենց դեմ ուղղված քարոզչական թեզ, որ իրենց համար ամենապրոբլեմատիկներն են, իրաց թալանն է։ Առաջինը թալանն է, այդ ես ձեզ հավատացնում եմ։ Առաջինը թալան կոռուպցիա իրանց կողմից։ Երկրորդ տեղում արդեն գալիս է բանը, թուրքերի ծառայալնելը, թուրքերի ասած անելը, տենց այդ թուրքական թեման դու հետո արդեն մնացած բաները։ Առաջինը հավատացնում եմ առանց շատ բան խորանալով, բայց դե հիմա իրենք սկսել են ավելի բարձր բղավել, Սեյրան Օհանյանի մասին են խոսում, չգիտեմ ինչ են խոսում, դա կազդի ժողովրդի վրա, թե ժողովուրդը արդեն իր ստամոքսով է չափելու, իր սառնարանով եւ ոնց որ թե Արցախը ասեցին տվեք ձեր ստամոքսը լիքը կլինի, այդպես չի։ Դե ժողովուրդը չի չափում, գիտեք, ժողովրդին եթե կա ուղղորդում են կա մի հատ ատելի կերպար, ինքը տենց սոված բան է շարունակում է ապրել, բայց կարևորը ունենում է ատելի կերպար։ Հա, դե ոնց որ ասենք բան է, Ռեմարկի ապրելու ժամանակ եւ մեռնելու ժամանակը գրքում կհիշեք, այնտեղ պառավը մոլի հիտլերական նացիստ, որ հպարտանում է, որ ես ավել սև շուկայից կարակ չեմ առնում, ֆյուրերը մեզ քանի գրամ հատկացրել է, այդքան էլ ուտում եմ, 44 թիվն է արդեն պրսնում է, էլի, բայց իրավեջին չի, ինքը ֆյուրերը մեզ այսքան հատկացնում, հա։ Հիմա, հա, եթե ատելի, ես սա ասում էի դեպ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ մինչև պատերազմը, 20 թվականի ամռանը, երբ որ ընդդիմադիր դաշտում երևի մինչ այդ եղած ամենամեծ խանդավառությունն էր, որ մարզերից են արդեն ինձ էլ էին ասում, այս նույն փորձագետներ, որ երեք եկել էին մոտ խոսում են, ասում են, կտեսներ սրանից հետո քանի զոհ կլինի եւ ժողովուրդը կարթնանա։ Չգիտեմ, հիմա էլ այնպես չլինի, թվում է թե ես ասում եի ընկերներ, եթե այդքան վատ լինի, մարդիկ մտածում են, որ հա կրիզիս բան, մարդիկ էսա ուտելու բան չեն ունենա, ներկրում բան, սաղ փակվել։ Դե կար, հիշում եք, այդ լրիվ ապոկալիպսիսային աշխարհի վերջի պատկերացումները կային, այդպես չեղավ իհարկե, բայց ես ասում եմ, որ նույնիսկ եթե դրան հասնի, ինքը ուղղակի ուղղաթեր կմտնի, կասի Ժորժ ջան, ես չգիտեմ, ասենք Քոչյանի տան հասցնես, Սարգսյանի տան հասցնես, իրենց բարեկամների տների հասցները, գնացեք մտեք պատվալներում լցած ծով հարստություն է, գնացեք մտեք կերեք։ Ասում եմ, տենց հալնելու, չի լինելու սոցիալական այս դասավորությամբ, այդ մեխանիզմով իրադեմ սոցիալական բուն չի լինելու։ Դրանից հետո ցավոք դե կորոնայով եղավ, պատերազմով եղավ, հիմա ուրախ բան չի եղել, որ ասեմ, տեսեք, ես ճիշտ էի, բայց փաստացի հանրայով ճիշտ էի։ Ես շատ հաճախ եմ ասում սրա մասին, նորից ուզում եմ կրկնել, մի անգամ անձամբ եմ նաև ասել երկրորդ նախագահին, որ ինչու այդ կամ մեծ ահռելի աշխատանք էր տարվել եւ մեծ հաշվով այդ քարոշչական մեծ պրավալ Ռոբերտ Քոչյանի թիմը պրավալ է տվել, ձախողել է բոլոր ժամանակներում, որովհետեւ այդպիսի աշխատանք տանել եւ չկարողանալ դա հասցնել հանրությանը, մեծ բաներ ես ինչքանով որ ճանաչում եմ ինքը ընդհանրապես իր մասին սխալ կարծիք կա կարող է տարօրինակ հնչի, ինքը շատ տարօրինակ կարող է հնչի Իմ հանդիպած են քիչ մարդկանցից է, այո, ինքը չէ, ինքը ունի ներքին մեծ ազատություն, ասեմ, իմանաք, ես վստահ եմ ասում,
Եվ բավականին դեմոկրատ է թիմերի հետ աշխատելուց, բավականին, ես չգիտեմ ինչ բաներ կա, շատ վաղուց չեմ տեսել շփվել, բայց այն ինչ կարծիք որ կազմել եմ իր մասին, այդպեսին է եւ ցուցամոլ ցուցադրական բաներ չունի եւ այսպես բան ասած, դե ես մտածում եմ այդ աշխատանքը արվում է ինքնին աշխատանքը իր մասին, բայց փաստորեն ոչ, սա արդեն 5-րդ անգամ եմ ասում, ուրեմն այդ թիմը, այն ինչ որ կա, պիտի սա հետևողական ցուցադրվի, ասվի թե ինչ է արվել, օրինակ ասում են այն ժամանակ, եթե 5 կիլոգրամ կարտոֆիլ մնար հողի մեջ, գյուղացու, չգիտեմ ինչ կաներ նախարարին։ Խնդի, այսինքն պետք է ամեն ինչ բացատրել, ինչ է արվել։ Եվ իմիջիայլոց նաև տարածվում է Սերժ Սարգսյանի։ Չէ, տպավորություն չունի, որ միայն Ռոբերտ Քոչարյանի։ Սերժ Սարգսյանի ժամանակ է որ ամբողջ թիմը վախեցած հետ քաշվեց, իրանց ասում էին լռեք, ի՞նչը լռեք ձենա։ Վերկացեք, ասեք, չհասկացա, խաղաղությունը պահել ենք, պատերազմը հաղթել ենք, անվտա, ինչից եք վախենում, ինչը չենք արել, ինչից եք քաշվում, ինչից եք հետ, բոլորդ հետ քաշվեցիք, մի հատ էլ ձեր տղերքին հանձնեցիք Մանվել Գրիգորյանին, ինչի համար։ Վերկացեք, ոչ թե կռիվ արեք կոնկրետ, նես տպավորություն որ հանրապետականը մազին չկպնեն Սերժ Սարգսյանի, ոչ, այդ ժամանակաշրջանի, այդ թիմը արդեն ձևավորված, այնց բան, գործեր անում, աշխատանքեր անում, սա պետք է ներկայացվի։ 18 թվից եք խոսում, ես հատուկեն մարդիկ։ Ու ես այն մարդկացի որ խնդիր չունեմ, ես շատ հանգիստ կարող եմ ասել, երրորդ նախագահը այո ունի լիքը արժանիքներ, պիտի դրա մասին խոսվի ու ասվի ինչա, հատկապես այս սրիկա տականքների կողքը։ Էլ չեմ ասում երկրորդ նախագահը։ 16 թվականի աբեկչության ժամանակ հատուկեն մարդկանց եմ հիշում, հիմա անհամես չնչի մեկը ես էի, որ բան եմ, որ ասում է դիմահար մարդը ընդունել, դիմահար քաղաքական մարդը ընդունել էինք ու ասում էինք, որ հա ախպեր է, սա խայտարակություն է, ինչ աբեկչություն է։ Այդ թվում եւ նաեւ պետական աշխատանքի գտնող մարդկանց մասին է խոսքը, որ այդ այնց կամ բան էին, կամ չկային, կամ տենց իրանց պատերին գրում էին դե հենա CT-ի տոպրակներով սնունդ տարան այդ մարդկանց, բան, ասենց ինչ որ փորձում էին պուպսիկ ձևով այդ ամեն ինչը նկարագրել։ Ահա, էլի, կամ տենց ինչ որ քաղաքագիտական հոդվածներ գրել, միշտ պետք է հստակ իրանց անուններով կոչես, հատուկ է ինձ Այս որում այստեղ էլի Պետք է գիտակցեն երկու նախագահներ, էլի խայտարակություն ա եղել Սերժ Սարգսյանի PR կամպանիայով զբաղվող, քարոզչությամբ զբաղվող, որովհետև թույլատրելի էր, որ Սերժ Սարգսյանին ինչ ուզում եք ասեք, մենակ այս սիրուն տղերքին բան չասեք։ Ու դրա համար էլ ժողովուրդը ասենց բոլորը դուրս եկավ իրա դեմեր, էս էլ կար։ Չեմ ասում եմ անես չլինի, որ իդեալական չգիտեմ ինչ ա եղել, բայց նաև պիտի այս ամեն ինչը վերանային, որ ինչ է նշանակում, նստած կարելի էր դնել ինչ ուզես նրանց ասես, ամեն ինչ զրոյացնել, ամեն ինչ ոտքի տակ գցել, բայց այնտեղ ինչ որ մարդիկ կան դրանց 1000 դրամի հիմնադրամը, որ հիմա բանով արդեն դարել էլ 1000 չի վաղուց, շատ քիչ մարդկանց համար է 1000 նույն 1000 դրամի հիմնադրամը սոցփաթեթը, այդ սոցփաթեթի շահառուների երևի 80-70%-ը հիմա բան է։ Բայց բնակարաններ ինչքան բնակարանները ես մարդ գիտեմ 2 հատ էր, մեկի տեղը 2 հատ էր այդ ծրագրով բանարը ստացել մաչելի բնական երիտասարդ գիտնականներին, թե ինչ էին Ավանի ընտաներում 18-ին բաներ անում, փողոցեր փակում։ Շնորհակալների հավաքածու։ Իհարկե պետք է ասվի։ Հատկապես բանի Սերժ Սարգսյանի պարագայում բանը այդ փորձերը արտագաղթը մեղմերը մի քանի անգամ ժողովներ չի արել, ասել է ինչ կառաջարկեք, ոնց որ էլի են գնում։ Գիտեք ես ինչի եմ զայրացած, որ ապիկար տականք, փողոցային, ամբարո, երկիր ծախող սրիկան 7 տարի հետո դեռ համարցակվում է, բարձր ամբիոնից ասել դուք 4 պատերազմ բերող տականքի ուժը։ Այդ մեր բոլորի սխալն է, որ մենք ոնց կարելի այնտեղ դիմացդ նստած հերոս մարդը, դիմացդ դու ո՞ր նախագահների գեներալը, այդ տական կալեն, այս սրիկաներ։ Դու ո՞ր նախագահանի, ո՞ր ինչ նախագահներ, ո՞ր նախագահների մասին ես խոսում։ Հա? Հաղթանակ բերած նախագահների մասին ես խոսում, անվտանգություն բերած նախագահներ, ու պետք է մտածել, որ պետք է ես անհարմար զգամ, ինչ որ դեբիլների դուր չի գա, որ ես ասեմ, այս նախագահները սենց են եղել, պետք է հուզվեմ, էլի դեբիլների ուղեղով առաջնորդվեմ։ Չէ, դեբիլները կասեն, տեսեք ումա պաշտպան, բայց ճիշտ եմ անում։ Դուք չպաշտպանեցիք, ճիշտ չպաշտպանեց, այդ երկուսի թիմն էլ խայտարակություն էր PR առումով։ Երկուսին էր, որ խայտարակություն չլներ, այդ արասները կգար առաջին պլան, իրանց սխալներով բանով, կգար առաջին պլան ճիշտ կնի։ Ոչ թե նորից եմ ասում, ասեք Սերժ Սարգսյանի մազին ինչի կպակ, այլ շատ ավելի խորքային ճշգրիտ դա պիտի կազմակերպվեր եւ արվեր։ Առավել եւս հիմա, եթե առաջնորդությունը ընդունեց համենայն դեպս 2021 թվականի ժողովուրդներ թե ինչ էր, որ Ռոբերտ Քոչարյանն է, ուրեմն պետք է դա էլ շատ ճիշտ ներկայացվի։
Ամեն ինչը ճիշտ կազմակերպված, ոչ թե սենց Անժելան ինչ ա մտածում այնտեղ ձերքի է տանի, այն մեկը ձերքի է տանի, այս ձերքի է տանելու բան չի է, կամ էլ դուք սպասեք, որ 2026-ին ընտրությունը գա, մի ամիս առաջ պատվիրեք 5 կամպանիա, եկեք տեսեք ինչ կարող եք անել։ Բուկլետ։ Մի հատ փաթեթ ներկայացեք են ակուրատնի ձեր սպիտակ վերնաշապիկներով, պատերազմից չանցած քայլելով բերեք Ռոբերտ Քոչյանին, դուք էլ սուպեր տղերք եք ձեր արևին, սուպեր փիարշիկ տղերք եք։ Չէ, վերջում այդ փաթեթը կբերեն, հետո գլուխ կգովեն, կասեն, բանի, ինչեր են մոդելի, գիտեք ինչ կամպանիա է, Ամերիկայի սուպեր են, սևական մոդելի կամպանիան է եկել աշխատում։ Լավ, ես ուրախ Ինչ ես ծիծաղում, սև Մարիամ։ նոտայի վրա։ Նաոմի Քեմբելի, ճիշտ է։ Ուզում էի իր անունը հիշել։ Եվ հիմա մի հատ ուրիշ բան է գնում, ես երեկվանից ես լավ զվարճանում եմ սրա վրա զրոների գումարած լիքը զրոներ։ Հիմա ես մտածում են մարդիկ միավորումներ ստեղծել։ Ասում ես ով է, ասում է 0 + 0 + 0 + 0, ինչ որ մենք հատուկ այն բանը, հիմա մի մասը կռիվը անում են շան ձեների համար։ Այդ շունը ձեն չունի, սիրելի գործընկերներ, այն սուպեր ցես նստում եք, որ այո, պետք չի բանին, այն շանը կամ զուգարանին, պետք չի նրան բերել էստեղ, որտեվ նրա այդ ինչ սրտակից եք դարձել։ Էս ինչ մտահոգված եք այդ շնով։ Բայց գրողի ծոցը թքած ունեն այդ շան վրա, դոգի վրա իրանց մտում, իրանք ինքան բան են, շուստրի են, անենց փիարշիկներ են, ձայներն է պետք հիմա բանի, այդ շունը էլ ձայն չունի։ Ալո, չունի ձայն, Էդգար, չկա արդեն դեռ մաման լացում ասում է, եկեք մի 4 մարդ ա գնում, չկա։ Այդ ձայները չկա, խելքներից զոր տվեք, չնայած դուք խելք չունեք, որ ձեր խելքներից զոր տակ։ Այն խելք ունեցողներին ասեք, թող ավելի ճիշտ ճշգրիտ ձեր առաջնորդների համար աշխատեն։ Այն շանը հանգիստ թողեք, թող իր զուգարանավույրով գնա գրողի ծոցը, արդեն գնացել է։ Նորմալ սկսեք աշխատել, ոչ թե բաների հույսները դրեք դրա վրա։ Հիմա մի մասը այս շան ձայների համար ոգևորված խոսում են, Էդմոնը բան այն մյուսը։ Այս մյուս մասն էլ ասում է դատարկ ձայներ կա, մենք դի զբաղվենք դրանով։ Ասենք Դատարկ ձայներ իրականում կա։ Դատարկ ձայներ իրականում կա, ու քիչ չի դրա տոկոսը, առնվազն 60% է։ Այդ այն հարցումներ են անում մարդիկ բան են, ասում են դժվարանում են պատասխանել կամ նույնիսկ չեն էլ մասնակցում հարցմանը, դե այդ մենք չենք իմանում քանի որ չի մասնակցել, բայց դա էլ մեծ հաշվով նայեք սենց է, չէ, քաղաքական մասնակցության ամենաբանը որն է, ամենահասարակ քիչ մասնակցությունը այդ հարցմանը պատասխանելն է, հետո գալիս է ընտրություններ, հետո գալիս է, չգիտեմ, միտինգի գնալ, հետո գալիս է ոչ բռնի ինչ-որ ակցիայի մասնակցել, ի տակ դալի է։ Եթե մարդը իսկի հարցման չի մասնակցում, ընտրությանը չի գնալու ողջամտորեն էլի։ Նայած որ դատարկ ձայներ իրականում էլ կան եւ ընդդիմության մեր ազգային դաշտի փրկությունը, ասել ասեմ գնամ ուշացա։ Մեր ազգային դաշտի փրկությունը իրականում այդ դատարկ ձայների մեջ է, այս մեկը առանց կատակի։ Բայց դրա փոխարեն այն մենք մի քանի անգամ Չէ, մի հատ բացատրեմ էլի։ Նայեք, մեր ինչի են իրար դեմ բան անում պայքարում, հա, երկու թիմերը, բաները ու նաև այլ ավելի երրորդ եւ երկրորդ այլ ավելի փոքր ընդդիմադիր բաները։ Տեսեք, մի հատ sense բան կա կլոր, ոնց որ էլեկտորալ գետո կա, դա մոտավորապես պատալոկ 300,000 մարդ է, որոնք այս թեմաների մեջ են՝ նամուս թասիբ, Ղարաբաղ, Կուբատլու, ցեղասպանություն, ազգային պայքար, հաղթանակ եւ այլն։ 300,000 մարդ։ Հիմա եթե դու չես կարողանում այդ ազատ ձայները բերել, դե այն մնացած փուչիկները գիտեք, ստեղ ասենք ԿՊՆ, ստե չգիտեմ, Եվրոգեյերն են, բան եւ այլն, ասենց այն ինչ-որ, ասենք ուրիշ փուչիկներ են։ Տակը մնում են այդ ազատը, եթե դու չես կարողանում այդ ազատ ձայները բերել։ Բա փոխանակ այս ազատ ձայները բերել իր ձայներ են տանում։ Դե այս 300,000-ի մեջ դե այ դա տեխնոլոգիայի հարց է։ Փոխանակ այս ամեն ինչ անեք, որ այս ձայները գա, որովհետեւ վերջում մեկը հանրությունը գնալու է այսպես թե այնպես, որ ակամայից մի հատ առաջնորդ է, չէ, առաջ գալի։ Գնալու է դրա հետից ամեն ինչ արեք, որ այս ձայները գնա այդտեղ ճիշտ գնա, ոչ թե այսպես մասնատվի։ Այլապես իրարից պիտի տան, հա, այլապես այս փուչիկի մեջ։ Դա է, ասեք հիմա գնա հանրապետականի փիարշիկներին կամ չգիտեմ խորհրդատուների Սերժ Սարգսյանի հասկացու, որ այդ ձեների կռիվը մի արեք, այնտեղ չգիտեմ ինչեր կա, բերեք դեպի ազգային դաշտ, բերեք դեպի այս կողմ, ճիշտ աշխատեք, եթե դուք ճիշտ ձերը ներկայացնեք, ձերը ասեք, գալու են, ոչ թե դուք պիտի քննադատեք նրան, որ գան դեպի ձեզ, ձերը ներկայացրեք։
Ձերը ներկայացնել, ձեր արժեքը, ձեր արածը ներկայացնել մեջ այնքան եք թերացել, այնքան մեծ բաց թողում ունեք, որ դուք ներկայացնել, այս մասան ակամայից կգա ձեզ։ Նույնը վերաբերվում է երկրորդ նախագահի թիմին։ Դուք գիտեք ինչքան արժանինքներ կա, ինչքան արած կա, եթե դուք ճիշտ ներկայացնեք, ակամայից կգան այդտեղ։ Ինչքան ուզում եք կողքից եսի ինչեր անեն։ Այդպես չի։ Հետո գիտեք, sense մի բան էլ կա, էլի, իրականում մի քիչ հիմա համեմատած 2021 թվականի գործը մի քիչ ավելի հեշտացել է։ Մի հատ սերունդ կա, որ առհասարակ, ասենք, հատկապես Ռոբերտ Քոչարյանը, այդ իրանց համար բան է, ոնց ասեմ, չեն ապրել իրանք։ Մարտիկան էսա գնալու են ընտրեն, չէ, բայց ոնց որ Քոչարյանի վերջ տային կամ Քոչարյանից հետո են ծնվել, որ թիվին ընտրությունը 26 հանած 10։ Հա, տենց մի բան, էլի։ Ու նույն մի քիչ ավելի քիչ, բայց Սերժ Սարգսյանի դեպքում էլ այդ էֆեկտը կա, այսինքն որ բնական այդ հիշողությունը ինքը ջնջված է, ինքը չկա։ Հիմա իրանք ոնց են կարողանում Լևոն ռեաբիլիտացնել, Վանոն ռեաբիլիտացնել, որտեղ մի հատ սերունդ է, չէ, որ արդեն ինչ է հիշում, որ կարող է այն ժամանակ չգիտեմ 95 թվին ջայել աղջիկը փողոցում վախենար քայլեր, կարող է մի հատ Վանոյի բանդայի անդամ անցներ, բանաներ, գլդումփաներ գցեր ավտոն։ Բնական հիշողությունը մեռած է, նոր սերունդ է հաճել, որին արդեն դրա համար ինչա պետք է լուրջ հետևողական աշխատանք, ոչ թե մեկը կանգնի ասի Սերժ Սարգսյանը սպարապետ է, բան առաջացնի, ասենք լուրջ է պետք, ճիշտ է պետք աշխատել։ Լավ, ոնց ասի։ Ես ինչու եմ հատկապես Էդգարի հետ այս ամեն ինչը քննարկում, շատ քիչ մարդու հետ եմ քննարկում, որտեղ նախ adekvat չեն ընկալում եւ հետո որտեղ ես տեսնում եմ, որ դու այս ամեն կերպ փորձում ես ընդհանուրի մեջ տեսնել։ Խաղաղության դրոշակագիրը։ Այո, հնարավորինս տեսնել եւ մեկ անգամ եւս խորհուրդ ձեր արժանինքները, ձեր անցած ճանապարհը, ձեր գաղափարները, գաղափարախոսությունը փորձեք ներկայացնել, շատ ավելի շահեկան կլեք, շատ ավելի շատ ձայներ կհավաքեք, ոչ թե գնալ, չէ, որովհետև իրանց կողքից պիտի մաքրեն այդ թափթփուկների գնում, երբ ասում են շեֆ սրան խփեմ, շեֆ սրան քննադատեմ, շեֆ չգիտեմ ինչ անեմ, դե էլի գալիս է այդ առաջնորդների բանը գիտակցումից այդ առաջնորդների, չգիտեմ, որտեղ իրենց խորհրդականները շատ են, այդ օղակները շատ են։ Այո, այդ օղակները հիմա հասկացեք, մի քիչ շատ փոխփոքենք էս ամտածում, մի քիչ շատ նանեք, արդյունքում ինչա լինում այն որ իրենք իրար են անանում, այն թափթփուկը նստած զվարճանում, այդ ազատ ձայներն էլ թևածում են, կանաչի ծախողն էլ ասում է ես կարող եմ վարչապետ լինել։ Այդ ազատ ձայները բերելու համար փող ստանանց, դες ինչ որ մեկի հացին վայս են կերնում։ Շատ լավ առաջարկ։ Գիտեք ինչի չեն անում դրա համար, ապրես։ Որտեղ դրա այդտեղ աշխատանք է պետք, բանը, կրթություն է պետք։ Ադրբեջանի դիմակայելը ինչքան դժվար է։ Բան կանաչի ծախողին մի հատ հասկացրու։ Կանաչի կամ պախպեղ ներկրողին մի հատ հասկացրու, կմտածո չէ, ով ասեց, այնքան հեշտ բան է, այդ բաները դեբիլները էսի պակաս դեբիլ է։ Ազատ ձայնը չես կարող տանես, բայց քաղաքական հավակնություն ունես, եկուզ մյուսը Ալիևի բանակի դեմ։ Սա վերաբերվում է եւ երկրորդ նախագահ, այնտեղ գժեր ունի է, բաներն է, Telegram ալիքներն է, գիժ կնիկներ են նստած, բա ինձ էլ են քննադատում, ասում են երկրորդ նախագահային բան ասեց, չէ, այ այն որ ասում է ձունգա ձեր գլխին, այ ձունգա ձեր գլխին։ Կամ երրորդ նախագահային բան ասեց։ Սրանց գլխին էլ ավելի շատ ձունգա, էլի։ Շնորհակալություն։ Դեզ շնորհակալություն։